Գնացես ստուգում էիք Սերժի դագաղը կա, թե չէ, Աննա Մկրտչյանն ասում է այդ Քոչարյանի շրջապատն ինչ գործում էր հրապարակում։ Գնացել էիք դագաղները ստուգում էիք Սերժի դագաղը կա, թե չէ։ Հարգելի Նարեկ, ես դագաղներից տեղյակ չեմ։ Այդ դագաղները Նիկոլ Փաշինյանն է բերել, իր թիմակիցներն է բերել, այն Նիկոլ Փաշինյանը, որին Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը տարիներ շարունակ ֆինանսավորել է, եւ դա գաղտնի չի։ Իմացել եք ու դատախազություն չեք դիմել։ Միքայել Մինասյանը ինքը ի պատիվ իրենի դեպ պետք է ասեմ, ինքն է հայտարարել, որ ինքը Նիկոլ Փաշինյանին ֆինանսավորել է, ես եմ ֆինանսավորել Նիկոլ Փաշինյանին, Ռոբերտ Քոչարյանն է ֆինանսավորել, կներես Նարեկ ջան, ֆակտորը եմ նա Նիկոլ Փաշինյանին ֆինանսավորել։ Հիմա իրանք են ֆինանսավորել, իրանք ֆինանսավորել են, հետո էլ նեղանում եք, ասում եք գնացել էին Հանրապետության հրապարակ։ Ախր եղել է չէ այդ խոստովանություն, նորից եմ ասում, ի պատիվ իրեն, հիմա մարդը արել է, գոնե խոստովանում է, որ այո, ֆինանսավորել եմ Նիկոլ Փաշինյանին։ Հիմա ինչ քարոշությունը, երբ Քոչարյանը այստեղից հայտարարում է, ես նորից դուրս չի գալու։ Ես նորից դուք սենց որ գալիս եք ես Հիմա ինչու են սկսել, երբ ասում ես ինձ համար ես անկեղծ եմ ասում, իմ համար անկեղծ եմ ասում, անհասկանալի է, թե ինչու կողմերից մեկը որոշեց, որ այդ պայմանավորվածությունները պետք է խախտվեն, որովհետև այդ պայմանավորվածությունները լավ թե վատ, չգիտեմ, օրինակ ասում են աջակիցների մակարդակով իրար այսպես կսմթում էին եւ այլն, բնական է, գիտեք ինչ, այդ բան չենք, չգիտեմ ուր չենք ապրում էլի, որ բոլորը բոլորին վերահսկեն, բոլորի լայքը, բոլորի ստատուսները, չգիտեմ ինչ, չգիտեմ ում մոտ ոնց է, բայց ես վստահ եմ, որ գոնե այս թիմում այդպես չի, որ բոլորը ամեն ինչ վերահսկում են, կամ կա ինչ-որ մեկը, որ ամեն ինչ վերահսկում է։ Ես չգիտեմ ինչի, նորից եմ ասում, երրորդ նախագահի մերձակ, ես ոչինչ չեմ ենթադրում, ոնց որ որևէ բան չեմ ենթադրում, այդ հարցադրումները հնչեցնելով, որոնք հույս ունեմ դուք հնարավորություն կունենաք ուղղելու երրորդ նախագահին, երբ ինքը ասուլիստ է։ Ասացիք 8-18 թվականներին մեծ այսպես մեդիա արշավ է հակա Քոչարյանի դեմ իրականացվել, ով է ղեկավարել այդ արշավը, համակարգված է եղել։ Ոնց ով է ղեկավարել, պարոն Արմեն Աշոտյանն ասում է մենք ենք արել, որովհետև մենք վախ ենք ունեցել, որ Քոչարյանը կարող է վերադառնա։ Այսինքն Քոչարյանը 5 հատ հարցազրույց է տվել, իրանք վախ են ունեցել, որ Քոչարյանը պետք է վերադառնա եւ դրանով արդարացնում են հակաքարոզչությունը։ Կամ ամբողջ ԲՀԿ, ես չգիտեմ, բարձր մակարդակով, ցածր մակարդակով, իշխանությունները ասում են, այո, մենք ենք արել, որովհետև դու ուզում էիր գալ, դե այդ ժամանակ իշխան։ Ով է համակարգել։ Հարգելի գործընկերներ, երկրորդ նախագահը իր եւ երրորդ նախագահի հարաբերությունները հերթով կպատասխանեմ, չեմ գնալու, որովհետև դուք չգնաք, մենք չենք գա առաջ։ Հարգելի գործընկերներ, երկրորդ նախագահը իր եւ երրորդ նախագահի հարաբերությունները նկարագրել է իր գրքում։ Ես առաջարկում եմ ձեզ, շատ կարճ է իրականում այդ հատվածը, ես առաջարկում եմ ձեզ, որտեղ այնպես չի, որ ես հիմա ինձ իրավունք կվերապահեմ մտնեմ երկու անձնավորության հարաբերությունների մեջ, ամենևին, գուցե մի քիչ էլ լրագրողական լրագրողի այդ անհագուրդ ցանկությունն էր, որ ես այսպես հարցադրումներ նաև հնչեցրեցի 18 թվականի հետ կապված, որոնց մասին պարզապես լռել ենք 18 թվականից հետո։ Իրենց հարաբերությունները նկարագրված են իրենց գրքում։ Այնտեղ շատ պարզ գրված է, որ 2008 թվականից հետո 1-2 փորձ է եղել, ինչ-ինչ հարցերի հետ կապված այսպես խորհրդատվության, խորհրդի մակարդակով օգնելու, օժանդակելու, բայց ինչ-որ մի պահի, ինչ-որ մի փուլում, ես չգիտեմ դա ոնց է դրսևորված եղել, ես չգիտեմ դա ոնց է դրսևորված եղել այդ նորից եմ ասում, ինչ-որ մի պահի, ինչ-որ մի փուլում, երկրորդ նախագահ հասկացել է, որ երրորդ նախագահին այդ խորհուրդները պետք չեն։ Եվ ինքը ըստ էության դադարել է այսպես ակտիվ շփում իրանց մեջ։ Սա գրված է գրքի մեջ։ Ես չեմ ասում երկու անձնավորության խոսակցություն չեմ գաղտնազերծում։ Գրքի մեջ պարզ գրված է։ Դրանից հետո մի քանի առիթներով տնտեսական, հայ-թուրքական հարաբերությունների եւ սահմանադրական ամենակարևորը սահմանադրական բարեփոխումների հետ կապված հրապարակային երկրորդ նախագահ հնչեցրել է իր կարծիքը,
որպեսզի հասարակությունը նաև տեսնի, որ այս հարցերի հետ կապված իր դիրքորոշումը այլ է։ 18 թվականից հետո եղել են որոշակի իրադարձություններ, խնդրեմ Ռոզան։